Նկատողություններից հետո կառավարությունը ցրելու փորձ կլինի, թե ոչ։ Չէ, բայց այդպիսի նկատողություններ չէր, ընդամենը այս բնակավարում, ինչպես նշեց պարոն Սարգսյանը, ինքը շատ խիստ դժգոհ էր այդ գործունեությունից։ Չեմ կարծում, որ վարչապետի աշխատանքից այդքան խիստ դժգոհ են։ Ես նորից եմ կրկնում, անհրաժեշտ էր ընդհանուր մթնոլորտ ձևավորել, որպեսզի կառավարությունը կարողանար իրականացնել բոլոր իր պարտականությունները, այդ պարագայում եթե նրանք իսկապես չանեին, այդ արդեն այլ հարց է, ուրեմն կարելի էր պատժել հենց նույն վարչապետին կամ հրաժարվել նրա պարտավորյալ կարողություններից, բայց այս պահին այդպես չի, պետք է հստակ հասկանալ, որ վերջապես կախված է նրանից կոռուպցիայի դեմ պայքարը թույլ տալիս է, որպեսզի բոլոր այն մարդիկ, որոնք որ դրանում խառնված են, նրանք իրականում պատժվեն։ Եթե ստվերի դեմ պայքարը, որը ուզում են կամ խոսում են դրա մասին, այդպիսի պայմաններ ստեղծված են, որպեսզի ուրեմն բռնեն այն մարդկանց, որոնք իսկապես ստվերում միլիոններ են պահում, հա? Եթե այդպիսի իրավիճակ չի ձևավորվում ընդհանրապես ամբողջ մթնոլորտը այդպիսին չի, ոչ մի կառավարություն այդ քայլերը իրականացնել չի կարող։ Ներկա իրավիճակում այդքան դիտողություններից, նկատողություններից հետո ոչ մի քայլ դեռևս չի արվել, ոչ մի հարցի լուծում չի տրվել, սա ինչպես կարող է։ Ես ասում եմ, չէ, ընդամենը 1-2 հոգու ազատեցին աշխատանքից։ Հիմա գործնականում հետևյալն է, եթե այն ինչ որ ասվել է, որ այդպիսի հափշտակումներ են եղել, այդ գումարները արագ չվերադառնան բյուջե, այդ դեպքում իհարկե նորից եմ կրկնում, դա կլինի սովորական իմիտացիա։ Եթե այսպես լրություն ենք պաշտպանում արդեն, ինչպես է գնահատում, կվերադառնան բյուջե այդ գումարները, թե ոչ։ Չէ, լրություն պահպանելը ո՞րն է, հասարակությունը արդեն տեղյակ է, եթե մինչ այս տեղյակ չէր, այսինքն ավելի շուտ այսօր իշխանությունն է արդեն տեղյակ, հասարակությունը լավ գիտեր, որ հափշտակումները շատ են։ Հիմա իշխանությունը արդեն բացահայտ ասաց։ Ուրեմն նշանակում է ընդամենը մի 10-20 օրվա խնդիր է։ Պետք է իրոք տեսնենք, թե անելու են ասածները, թե ոչ։ Որից հետո, այո, հասարակությունը պետք է պահանջի, որտեղ դա մեր գումարների մասն է, այս ժողովրդից գողացած գումարների մասն է։ Վերջերս արդեն բացահայտ հայտարարություններ էին արվում վարչապետի փոփոխության վերաբերյալ, դուք ինչ տեսակետ ունեք դրա մասին։ Չեմ կարծում, որ փոփոխությունը վարչապետի է, նորից եմ կրկնում, համակարգը մեր կուսակցությունը դրա պատասխանը հստակ տվել է։ Համակարգը թույլ չի տալիս անել այն, ինչ որ անհրաժեշտ է, մինչև համակարգը չփոխվի այս, ում ուզում եք բերեք նշանակեք, չի կարողանալու, նա այդ շրջանակից դուրս գալ չի կարողանալու, որովհետև այդ համակարգը թույլ չի տալիս, որն է համակարգը, բազմիցս ասել ենք, դա ստվերն է, դա մենաշնորհն է, օլիգարխիան է և իհարկե կոռուպցիան ու կաշառակերությունը, այս 4 սյուները այսօր պահում են այս համակարգը, հիմա այս սյուները մինչև չքանդվեն, ուզում եք, չգիտեմ, Հիսուսին բերեք, միևնույն է չի կարողանել ոչինչ։